Աբու Դաբիում կայացած Զայեդ մարդկային եղբայրության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը համատեղ արժանացել են խաղաղության մրցանակի։ Երկուստեք հավաստելով տասնամյակներ տևած հակամարտության էջը վերջնականապես փակելու իրողությունը։ Իր ելույթում Հայաստանի ղեկավարն այս իրադարձությունն անվանել է պատմական հանգրվան եւ զոհերի հիշատակի նկատմամբ դրսեւորող ամենաբարձր հարգանք։ Մինչդեռ Ադրբեջանի նախագահը փաստել է վերջին ամիսների կայուն խաղաղությունը, կատարվածը դիտարկելով որպես օրինակելի ուղեցույց այլ հակամարտությունների կարգավորման համար։ Առաջնորդների ձեռսեղմումն ու անավատալի որակված այս արարողությունը դեռևս չեն փարատում կասկածները։ Արդյոք տեղի ունեցածը երկարատև կայունության երաշխիք է, թե պարզապես միջազգային հարթակում արված հերթական դիվանագիտական ժեստը։ Լոռիում ոստիկանները բացահայտել են հանցավոր խումբ, որի անդամները նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակումներ եւ բնակարանային գողություններ, հայտնել է ներքին գործերի նախարարությունը։ Ըստ քննության տվյալների, խմբի անդամները ձեռք բերելով ապօրինի զենք զինամթերք, միջամտել են տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին, կապեր են հաստատել քրեական կարգավիճակ ունեցող անձանց հետ, ինչպես նաեւ մասնակցել քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների հավաքներին։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանցավոր խմբի 10 անդամներ հայտնաբերվել եւ ձերբակալվել են։ Խուզարկությունների արդյունքներում նրանց բնակության վայրերում հայտնաբերվել են ապօրինի զենք զինամթերք եւ թմրամիջոցներ։ Հնարավոր է աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ արվեն ID քարտերի հերթերի պատճառով, հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Ըստ նրա, թեև քաղաքացիներին բավարար ժամանակ է տրվել ID քարտ եւ էլեկտրոնային ստորագրություն հանելու համար, սակայն շատերը դիմում են վերջին պահին։ Ստեղծված իրավիճակը կայունացնելու համար նախարարը հնարավոր է համարում դիմել ազգային ժողովին աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկով։ Թուրքիայի խորհրդարանի նախկին падգամավոր Գարո Փալյանը X-ի իր էջում գրել է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի մարտ ամսին։ Թուրքիա-Հայաստան սահմանային անցակետի երրորդ երկրների քաղաքացիների համար բացումը սպասվում է մարտին։ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի կայունացումը մեծապես կախված է այն քայլերից, որոնք առաջիկայում կձեռնարկի Թուրքիան, գրել է Փալյանը։ Ավելի վաղ էլ ադրբեջանցի падգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն էր հարցազրույցի ժամանակ նշել, որ հայ-թուրքական սահմանի բացումը շուտով կլինի։ Լիովին հասանելի լինի եւ թափանցիկ լինի ժողովրդի համար։ Հայաստանի նոր սահմանադրությունը պատրաստ կլինի մարտին, այս մասին հայտարարել է Արդարադատության նախարար Սրփույգ Գալյանը, պարզաբանելով գործընթացի մանրամասները, լեգիտիմության հարցն ու անկախության հռչակագրի վերաբերյալ քննարկումները։ Գալյանի խոսքով աշխատանքներն ընթանում են խիստ ինտենսիվ փուլում եւ այս պահին հիմնական շեշտը դրված է մարդու իրավունքների գլխի եւ առանձին ոլորտային կարգավորումների վրա։ Անկախության հռչակագրի հետ կապված մենք համոզելու խնդիր չունենք որևէ մեկին։ Ներքին օրակարգն, արտաքին օրակարգ մեզ չի հետաքրքրում։ Երրորդ երկրների պահանջ, ցանկություն, հուզմունք կլինի, ընդհանրապես չի հետաքրքրում։ Բազմաթիվ անգամներ շեշտել ենք, որ սահմանադրության հետ կապված աշխատանքները սկսվել են հեղափոխությունից հետո, այո, խնդիր չունենք համոզելու, որ դրա մասին չի խոսքը, որովհետև պատմությունը համոզիչ է արդեն։ Մենք աշխատանքները սկսել ենք 2018 թվականից, երբ դեռ պատերազմը չկար, եւ միակ բանը, որ ես հիմա կասեմ, մեր այն օրակարգն է, որով որ մենք առաջնորդվում ենք, եւ դա հետեւյալն է. խաղաղությունը, բավականին ծանր գնով ձեռք բերված խաղաղությունը պետք է փայփայել եւ Հայաստանի զարգացման համար ունենալ հստակ պլան, որը իր արտացոլումն անելու նաև սահմանադրության համատեքստում։ Եվրոպայում կրոնական ազատության ֆորումի նախագահ Յան Ֆիգելը X-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ կազմակերպությունը խստորեն դատապարտել է հայ առաքելական եկեղեցու ազատության, ինքնավարության եւ անկախության դեմ ուղղված հարձակումները։ Ըստ հայտարարության եկեղեցու ինքնավարությանը պետության աննախադեպ միջամտությունը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի ազգային ինքնության համար եւ առաջացնում է մտահոգություններ կրոնական ազատության խախտումների վերաբերյալ մի երկրում, որը պատմականորեն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, որպես մտահոգիչ օրինակներ, կազմակերպությունը հատկապես մատնանշել է պաշտպանության նախարարի որոշումը վերացնելու հոգևորականների ինստիտուտը զինված ուժերում, ինչպես նաև եպիսկոպոսների տեղաշարժի արգելքները, որոնք նպատակ ունեն կանխել նրանց մասնակցությունը եպիսկոպոսատ ժողովին։ Յան Ֆիգելի խոսքով նման քայլերը վնասում են ոչ միայն հոգևոր հաստատությանը, այլև հարվածում են ամբողջ երկրի եւ ազգի հիմքերին։ Հայ հոգևորականը միշտ եղել է հայ զինվորի,
զորականի կողքին։ Նիկոլ Փաշինյանի եկեղեցու բարենորոգման արշավի ֆոնին Պաշտպանության նախարարի հրամանով զինված ուժերի հոգևոր ծառայությունը փետրվարի 1-ից դուրս է բերվել Մայրաթոռի ենթակայությունից։ Շուրջ 3 տասնամյակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայող գնդերեսների ճնշող մեծամասնությունը այլևս հոգևոր ծառայություն չի իրականացնում զորամասերում եւ վերադարձել է Մայրաթոռ։ Մայրաթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանի կարծիքով այս որոշումը նախ եւ առաջ չի բխում զինվորների ու հայոց բանակի շահերից եւ ունի վերանայման կարիք։ Տեր Եսային հայտնել է, որ 42 գնդերեսներից 3-ը անցել են ժամկետային ծառայության, 4-ը միացել են բարենորոգման շարժմանը, իսկ մնացած 35-ը վերադարձել են Մայրաթոռ նոր նշանակումներ ստանալու համար։ Նա նաեւ հավելել է, որ գնդերեսների նկատմամբ կիրառվել են որոշակի ճնշումներ բարենորոգման շարժմանը միանալու պահանջով, ինչի պատճառով նրանց գործունեությունը զորամասերում պարբերաբար խոչընդոտվել է։ Թրամփի վարչակազմը համաձայնել է բանակցությունները Թուրքիայից տեղափոխել Օման։ Նախատեսված է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև միջուկային քննարկումները տեղի կունենան ուրբաթ օրը, հայտնել է Axios պարբերականը։ Նախորդին Իրանը պահանջել էր փոխել ԱՄՆ-ի հետ հանդիպման վայրն ու ձևաչափը, ցանկանալով, որ դրանք տեղի ունենան Օմանում։ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ իրենք տարբեր գործողություններ են կատարել եւ այժմ իրանական կողմի հետ ակտիվ բանակցային փուլում են։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հայտնել է, որ Միացյալ Նահանգների ղեկավարն Իրանի հարցում քննարկում է շատ տարբերակներ, որոնցից մեկը ռազմական ուժի կիրառումն է։ Բանակցությունների կմեկնի ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Այս ամենի ֆոնին Թեհրանի երկնքում առաջին անգամ նկատվել են Ռուսաստանից գնված MiG-28N գիշերային որսորդ հարվածային ուղղաթիռները։ Աբու Դաբիում մեկնարկել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ պատվիրակությունները նախ հանդիպելու են առանձին խմբերով կոնկրետ ուղղություններ քննարկելու համար։ Դրանից հետո կկայանա ընդհանուր հանդիպում դիրքորոշումները համաձայնեցնելու նպատակով։ Ավելի վաղ բանակցությունների նախորդ փուլը կայացել էր հունվարի 23-ից 24-ը։ Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է խաղաղ կարգավորման համար, սակայն ներկայացրել է որոշակի վերապահումներ։ Ռուսաստանը շարունակում է հատուկ ռազմական գործողությունը, քանի դեռ Կիևը համապատասխան որոշումներ չի ընդունել։ Կրեմլն այս պահին չի պլանավորում հանրայնացնել Աբու Դաբիի խորհրդակցությունների արդյունքները։ Բանակցությունները տեղի կունենան փետրվարի 4-ից 5-ը։ 3 февраля в Киеве объявился генсекретарь НАТО Рюте. Ուկրաինայի տարածքում կամեցողների կոալիցիայի զորքերի հայտնվելը կտրականապես անընդունելի է։ Դրանք Մոսկվան կդիտարկի որպես օրինական ռազմական թիրախներ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով Ռուսաստանը բազմիցս է հայտարարել, որ Ուկրաինայի տարածքում արևմտյան երկրների զորքերի տեղակայումը ցանկացած պատրվակով սպառնալիք կներկայացնի Ռուսաստանի անվտանգության համար։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ կոալիցիայի անդամ երկրների զինված ուժերը Ուկրաինա կժամանեն Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումից անմիջապես հետո։ Уважаемый господин председатель, дорогой друг, рад, что мы продолжаем добрую традицию. Ռուս-չինական հարաբերությունների համար տարվա ցանկացած եղանակ գարուն է, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը Սի Ցինփինի հետ տեսազանգի ընթացքում։ Չինաստանը եւ Ռուսաստանը պետք է մշակեն երկկողմ հարաբերությունների զարգացման նոր ծրագիր, հայտարարել է Չինաստանի ղեկավարը։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերությունները բոլոր ոլորտներում ամուր եւ կայուն զարգանում են։ Գազայի հատվածի վերակառուցման ամերիկյան հավակնոտ ծրագիրը հայտնվել է ֆինանսական փակուղում։ Պոտենցիալ դոնորները հրաժարվում են միջոցներ տրամադրել, երկյուղելով Համասի զինաթափման շուրջ անորոշությունից եւ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումից։ Թեև Դոնալդ Թրամփի նախագիծը ենթադրում է նոր գազայի ստեղծում եւ շուրջ $100 միլիարդ ներդրում, սակայն միջազգային ներդրողները դեռ սպասողական դիրքորոշում ունեն։ Նրանք պահանջում են անվտանգության հստակ երաշխիքներ եւ կառավարման թափանցիկ մեխանիզմներ։ Ստեղծված իրավիճակում ֆինանսավորման հարցով նախատեսված համաժողովի ժամկետները մնում են անորոշ, իսկ ավերված անկլավի ենթակառուցվածքների վերականգնումը հետաձգվում է, ել ավելի խորացնելով հումանիտար ճգնաժամն ու անվտանգային ռիսկերը տարածաշրջանում։